Զգուշ եղիր մտքերիդ, քանի որ մտքերը դառնում են խոսքեր։ Զգուշ եղիր խոսքերիդ, քանի որ խոսքերը դառնում են գործեր։ Զգուշ եղիր գործերիդ, քանի որ գործերը դառնում են սովորություններ։ Զգուշ եղիր սովորություններիդ, քանի որ սովորությունները դառնում են բնավորություն, եւ զգուշ եղիր բնավորությանդ, քանի որ բնավորությունը դառնում է ճակատագիր եւ կյանք։ Հետեւաբար, զգուշ եղիր մտքերիդ։ Երբևէ ասել ես ինձ մի միտք եկավ։ Ես օրինակ շատ եմ լսում մարդկանցից, որ ասում են ինձ մի միտք եկավ։ Եվ դա կարող է վերաբերել թե դրական եւ թե բացասական մտքերին։ Բայց որտեղից են գալիս մտքերը։ Ինչպես են մտքերը թափանցում մեր մեջ, փոխում մեր վարքը, փոխում մեր ուղեղի կառուցվածքը եւ փոխում մեր կյանքը։ Ինչ է ասում նեյրոգիտությունը այդ մասին եւ վերջի վերջո ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Հենց այս բաների մասին ենք խոսելու այս ոդքասթի ընթացքում, այնպես որպեսզի բաց չթողնես նաև մեր հետագա ոդքասթները, չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, հավանել այս տեսանյութը եւ քո մեկնաբանությունով ակտիվ լինել։ Ամեն նման գործողությունը խթանում է, որպեսզի YouTube-ի ալգորիթմը նման տեսանյութերը ավելի մեծ լսարանի համար հասանելի դարձնեն։ Այնպես որ շնորհակալ եմ համագործակցելու համար։ Իսկ մենք շարունակենք։ Երբևէ ասել ես, որ ինձ մի միտք եկավ, որ ինձ մոտ չի ստացվի, ես կձախողվեմ, ես հաջողություն չեմ ունենա, այ կտեսնես, կամ էլ մեկ այլ առումով միտք գա, որ դու կհաջողես, քո մոտ կստացվի ամեն բան եւ այդպես է լինում է։ Եվ մարդն ասում է, ինչպես մտածեցի, այդպես էլ եղավ, թե բացասականը, թե դրականը։ Հետևաբար միտքը պարզապես մի աներևույթ բան չէ քո գլխի մեջ, այն մի կոդ է, որը ինքնին նաև կոդավորում է քո մտածելակերպը, վերափոխում է քո վարքը, ազդում է քո ամբողջ նյարդային համակարգի վրա, անգամ առողջությանդ վրա։ Մտքերը ներգործում են եւ ազդում են նաև մեր որոշումների վրա։ Հետևաբար ինչ բան են մտքերը, որտեղից են դրանք գալիս եւ արդյոք մենք ենք տնօրինում մեր կյանքին, թե մեր մտքերն են ղեկավարում մեզ։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, հետեւյալն է. միտքը պարզապես բառ չէ, դա ուղեղում ակտիվացման հրաման է։ Մեզ թվում է, թե միտքը օդի նման մի բան է, գալիս է, գնում է, բայց նեյրոգիտական առումով միտքը դա ազդակ է եւ ձևավորում է նեյրոնային ճանապարհներ մեր ուղեղի մեջ, որոնք էլ իրենց հերթին ձևավորում են մեր սովորությունները։ Միտքը նեյրոնային ակտիվացման օրինաչափություն է։ Երբ դու մտածում ես, ուղեղի տարբեր ցանցեր միացնում են հիշողության, էմոցիաների, մարմնի կարգավորման եւ գործողության պլանավորման համակարգը։ Պատկերացրեք, մեկ միտքը կարող է սեղմել քո գործողության կոճակը եւ քեզ դրթել որոշակի կոնկրետ հստակ գործողությունների, անգամ այնպիսի բաների, որ դու չես ուզում անել, բայց այդ միտքը քեզ դրթում է, քո կամքին հակառակ քեզ մղում է գործողության։ Այստեղ կա շատ հստակ մի հանգամանք։ Ուղեղը փոխվում է այն ամենից, ինչին դու ամենից հաճախն ես անդրադառնում, ամենահաճախն ես կրկնում։ Եթե մի բան շարունակաբար մենք կրկնենք, մենք անենք, ապա ուղեղի մեջ ձևավորվում է սովորություն, հակում դեպի այդ գործողությունը, եւ այդ սովորությունը դառնում է մեզ համար կյանք։ Դա կոչվում է փորձառությունից բխող նեյրոպլաստիկություն, որն էլ ձևավորում է ուղեղի կարողությունը եւ քո ուշադրության կենտրոնացումը, թե ինչի վրա պետք է կենտրոնանաս դու, դա խթանում է քեզ, որպեսզի դու ծախսես քո ամենաթանկ ռեսուրսներից մեկը, քո ուշադրությունը, եւ այնտեղ որտեղ դնում ես քո ուշադրությունը, դրա հետևից էլ կգնա քո ուղեղը եւ քո հույզերը կգնան դրա հետևից։ Մի պարզ օրինակ բերեմ կյանքից։ Երբ նոր ես սկսում մեքենա վարել, ուղեղը սկսում է լարվել։ Եվ քո մոտ առաջանում են գործողությունների հերթականություն։ Դու պետք է նստես ղեկի առաջ, բանալին բացես, մեքենան միացնես, նայես հայլու մեջ, նայես քո աջ ու ձախ կողմերը եւ անընդհատ ինքդ քո մեջ դու թվարկում ես, որ հիմա ես այսպես պետք է անեմ, հետո այնպես պետք է անեմ։
Անցնում է որոշակի ժամանակ եւ այդ գործողությունը վերածվում է ավտոպիլոտի։ Դու սկսում ես բնազդաբար անել, ինքնաբերաբար անել, արդեն կարիք չունես, որ ինչ որ մեկը քո կողքը նստի եւ ասի՝ հիմա պետք է արգելակը սխմել, հիմա պետք է ղեկը թեքել այս կողմ եւ այն կողմ, հիմա պետք է թարթիչը միացնել։ Դրանք քո կյանքում դառնում են ավտոմատ գործողություններ, հիմնված կրկնողության վրա։ Մի բանը, որ անդադար դու կրկնում ես, դա թափանցում է քո մեջ, դառնում է դեֆոլտ գործողություն։ Հիմա լսիր սա։ Երբ միտքդ անընդհատ կրկնում ես քո ուղեղի մեջ, այն վերածվում է ճանապարհի քո ուղեղի մեջ եւ այդ ճանապարհով սկսում է ընթանալ քո վարքը։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես է միտքը թափանցում մեր մեջ։ Միտքը չի գալիս մեր մեջ պարզապես մեր ուղեղի դուռը ջարդելով, ծեծելով։ Այն հիմնականում 3 ուղղությամբ է գալիս։ Առաջին դուռը, որով միտքը թափանցում է, դա կրկնությունն է։ Ինչը հաճախ ես լսում, կրկնում կամ դիտում, դառնում է քեզ համար ծանոթ մի բան, իսկ ուղեղը սիրում է ծանոթ բաներ, որովհետև ծանոթը ուղեղի համար անվտանգ է, ծանոթը ուղեղի համար ճիշտ է թվում, եւ ուղեղը շատ արագ գնում է այդ ծանոթ ճանապարհով։ Երկրորդ միջոցը, որով մտքերը թափանցում են մեր մեջ, երկրորդ դուռը դա հույզն է։ Ուղեղը ուժեղ է պահում այն, ինչը հուզական է, ինչի մեջ էմոցիա կա։ Օրինակ վախ, ամոթ, բարկություն, հաճույք։ Հույզը կարծես մարկեր է ուղեղի համար, որ նշում է եւ ասում է՝ սա կարեւոր է, դու սա պետք է պահես եւ հիշես։ Երրորդ դուռը, որով թափանցում են մտքերը մեր մեջ, դա ուշադրությունն է։ Ուշադրությունը ուղեղի բյուջեն է, ինչի վրա դու այն ծախսում ես, այն էլ ձեռք ես բերելու։ Եթե դու կենտրոնանում ես, ուշադրություն ես դարձնում բացասականի վրա, դա էլ ձեռք կբերես։ Եթե դու փնտրում ես եւ ուշադրություն ես դարձնում դրականը եւ դրականի վրա ես ուշադրություն դարձնում, դա էլ կգա քո կյանքի մեջ եւ կնկատես դրականը։ Անգամ Աստված է Աստվածաշնչում ասում ուշադրություն դարձրու իմ խոսքերին եւ կրկնիր դրանք, երբ որ տանդ նստած ես կամ երբ որ ճանապարհ ես գնում։ Տեսեք, նեյրոգիտությունը դեռ հայտնի չէր մարդկությանը դարեր առաջ, բայց Աստված արդեն մարդկությանը հայտնեց գաղտնիքը, ինչպես է գործում այս ամենը։ Ուշադրություն դարձրու իմ խոսքերին եւ կրկնիր իմ խոսքերը։ Ուրեմն հենց այս գործողություններն են, որ գրավում են մեր ուղեղի կենտրոնացումը, որ գրավում են մեր կյանքը եւ պայմանավորում են նաեւ մեր վարքը։ Դու չես ապրում պատահական իրականության մեջ։ Դու ապրում ես այն իրականության մեջ, որը քո ուշադրությունն է ընտրել։ Եթե դու ուշադրություն ես դարձնում բացասականի վրա, կունենաս բացասականը։ Եթե դու ուշադրություն ես դարձնում դրականի վրա, կգտնես դրականը։ Նեյրոգիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես վախի կամ անհանգստության դեպքում մեր ուղեղը կարող է ձևավորել սպառնալիքի նկատմամբ ուշադրական կողմնակալություն, ավելի արագ նկատել վտանգը, ավելի երկար շրջանառել վտանգի թեմաները։ Այս գործողություններում հաճախ ներգրավված են ամիգդալան եւ նախաճակատային կեղևի կարգավորիչ համակարգերը։ Այսինքն, եթե միտքը ասում է վտանգ կա, դու շատ արագ սկսում ես վտանգ փնտրել, սպառնալիք փնտրել ինչ-որ մի բանի մեջ եւ ամեն առումներով հիմնավորել քո փնտրտուքները։ Արդյունքում դա դառնում է նաև ընտրովի իրականություն, քանի որ դու գնացել ես դրա հետևից։ Մի պարզ օրինակ բերեմ կյանքից։ Եթե մեկը ցանկանում է մեքենա գնել եւ նա կողնորոշվում է եւ նրա մոտ ասում են, գիտես, լավ կլինի որ Volkswagen ապրանքանիշի մեքենա ընտրես։ Հետո մարդը լսում է եւ ասում է շատ բարի, բայց ես ուզում եմ դեղին Volkswagen։ Հետո սկսում են խոսել դեղին Volkswagen-ի մասին։ Հետարքրական է, երբ որ այդ զրույցից հետո մարդը դուրս է գալիս փողոց, հանկարծ նա նկատում է դեղին Volkswagen մոդելի մեքենաներ։ Նախկինում դա չէր նկատում։ Նախկինում չի նշանակում, որ այդպիսի մեքենաներ չկային, պարզապես նրա ուղեղը դրա վրա չէր կենտրոնանում։ Հիմա սկսում է նա նկատել։ Դրա համար են մարդիկ ասում, այն ինչի մասին խոսում էի, հանկարծ աչքերիս առաջ եկավ։ Այ քեզ հետաքրքիր պատահականություն։ Իրականում դա պատահականություն չի, դա ընտրովի իրականություն է։
Հաջորդ բանը, որ ուզում եմ մտքի մասին ասել, հետևյալն է. միտքը պարզապես չի մնում մարդու գլխում, այն սկսում է շարժել մարդու մարմինը։ Միտքը կարող է ակտիվացնել այն համակարգերը, որոնց միջոցով ուղեղը կառավարում է մարմինը։ Օրինակ ինքնավար նյարդային համակարգը, սրտի զարկ, շնչառություն, մկանային լարվածություն։ Նկատել եք, որ ինչ որ մի միտք, որ գալիս է թափանցում է քո մեջ, օրինակ վախի, անհանգստության միտքը, միանգամից այն ազդում է նաև քո շնչառության վրա, քո սրտի զարկերի վրա, քո մկանային համակարգի վրա, դու լարվում ես, բայց ընդամենը դա մեկ միտք էր, ոչ առարկայական, ոչ ֆիզիկական, անչափելի մի բան, բայց այն չափելի իրավիճակ ստեղծեց քո մեջ։ Ուրեմն տեսնում ենք, որքան ազդեցիկ են մտքերը, որոնք կարող են կառավարել մարդու ամբողջ ներքին համակարգը։ Մտքերը կարող են ազդել նաև մեր հորմոնալ համակարգի վրա, օրինակ կորտիզոլի մեծ քանակություն արտադրվի մեր օրգանիզմի մեջ եւ դա բերի ֆիզիկական հետևանքների։ Որոշ առումներով միտքը առաջացնում է նաև իմունային արձագանք մեր ներսում, օրինակ սթրեսի պայմաններում։ Սրա համար գոյություն ունի մի ամբողջ ոլորտ հոգենյարդաիմունաբանություն, որտեղ քննարկվում է, թե ինչպես են սթրեսային վիճակները փոխկապակցվում մարմնի վերականգնման եւ պաշտպանական մեխանիզմների հետ։ Եվ գիտականորեն անգամ ապացուցված է, որ միտքը եւ սթրեսը կարող են կանխարգելել, կարող են հետաձգել վերքերի լավացումը, դրանք ազդում են նաև հիվանդություններից ապաքինման ժամանակահատվածի վրա, մտքերը կարող են վերջ-վերջո հիվանդացնել մարդուն, կարող են առողջացնել մարդուն, հետևաբար շատ ուշադիր պետք է լինենք, թե ինչ մտքեր են անցնում մեր ուղեղով։ Եվ այստեղ կարևորը միայն այն չէ, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, ավելի կարևորը հետևյալն է, ինչպես է մեր ուղեղը մեկնաբանում տեղի ունեցածը, ինչպես ենք մենք արձագանքում տեղի ունեցածին։ Աստվածաշունչը մտքերի մասին շատ բան ունի ասելու, բայց այսօր ես երկու կետ կառանձնացնեմ։ Առաջինը Աստվածաշունչն ասում է ամենայն զգուշությամբ զգուշավոր եղիր սրտիդ, որովհետև այնտեղից է կյանքի ելքը, կյանքի աղբյուրը, եւ երկրորդ ասում է գերի պետք է վերցնենք ամեն միտք, որը Աստծուց չէ։ Թեպետ Աստվածաշունչը նեյրոգիտություն բառը չի գործածում կամ նեյրոգիտական տերմիններ չի օգտագործում, բայց Աստվածաշունչը շատ հստակ է մեր սրտի եւ մեր մտքի կապի վերաբերյալ։ Ուրեմն Առակաց 4:23 այս առումով ասում է, որ ամեն զգուշությունից առավել զգուշ եղիր քո սրտին, որ այդտեղից է կյանքի ելքը կամ այդտեղից է բխում քո կյանքի աղբյուրը։ Սիրտ ասելով Աստվածաշունչը նկատի ունի մեր միտքը, մեր խիղճը, մեր հույզերը եւ այն վայրը, որտեղ կայացվում են մեր որոշումները։ Եվ այստեղ գաղափարը շատ պարզ է։ Եթե աղբյուրը մաքուր չէ, ապա ընթացքն էլ մաքուր չի լինի, հոսքն էլ անմաքուր կլինի։ Հետևաբար, եթե անմաքուր մտքեր թափանցեն մեր մեջ, դրանք կպղտորեն մեր կյանքի աղբյուրները եւ արդյունքում մենք կթունավորվենք, մեր կյանքը կթունավորվի։ Այ դրա համար Աստվածաշունչը այդքան ուժգին մեզ հորդորում է. զգուշ եղիր քո սրտին, հսկիր քո սիրտը եւ թույլ մի տուր, որ ամեն տեսակ աղբ մտքերի տեսքով քո մեջ թափվեն։ Երկրորդ, այս առումով պետք է ավելացնեմ, թե Աստվածաշունչը ինչ է ասում։ Աստվածաշունչն ասում է, որ մեր միտքը պատերազմի դաշտ է, ռազմաճակատ է, որտեղ բախում է տեղի ունենում։ Մենք այդ մասին նախորդումել ենք խոսել, բայց ուզում եմ այսօր ավելի մասնավորեցնեմ։ Այո, մեր միտքը այն վայրն է, որտեղ բարու եւ չարի ուժերը հանդիպում են իրար, որտեղ բախվում են երկու իրականություններ, եւ մենք պետք է ընտրություն կատարենք կամ մեկի կամ մյուսի օգտին։ Մեր միտքը ռազմաճակատ է, մեր մտքում կարող է նաև բերդեր շինվել։ Այս մասին ասում է Պողոս առաքյալը 2-րդ Կորինթացիներին ուղերձում։ Եվ 2-րդ Կորինթացիներին 15-ում Պողոս առաքյալը գրեց, որ մենք պետք է գերի վերցնենք ամեն միտք, որ Աստծուց չէ, Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Հետևաբար մենք պետք է հակառակվենք այդ մտքերին եւ մենք պետք է Աստծո խոսքով գերի վերցնենք այդ մտքերը։ Հիմա դուք կասեք ինչպես։ Երբ որ
ես կարդում եմ Աստվածաշունչ, իմ կենտրոնացումը Աստծո խոսքի վրա է։ Եվ երբ որ ես իմ ուշադրությունը, որ իմ ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, դնում եմ այստեղ, արդյունքում ես ձեռք եմ բերում Աստծո ապրեցնող խոսք։ Իմ ուղեղը լցվում է Աստծո խոսքով, այն շրջանառվում է իմ մեջ։ Երբեմն ես այն կրկնում եմ բերանով, երբեմն այդ մտքերը բերանացի եմ արտաբերում, դրանք դառնում են խոսք, եւ ես լսում եմ երկու անգամ, մեկը իմ մտքով, մյուսը իմ ականջներով, եւ իմ ուղեղը, իմ նյարդային համակարգը հնազանդվում է Աստծո խոսքին։ Եվ այն ժամանակ, երբ որ որևէ բացասական միտք է գալիս, իսկ մենք գիտենք, որ նաև մեր թշնամին, սատանան կարող է մեզ խոցել բացասական մտքերով, ես դրանց հակառակվում եմ Աստծո խոսքով։ Եթե օրինակ մի միտք է գալիս, որ դու պիտի մեռնես, ես հիշում եմ Սաղմոսներում գրվածը, որ ես չեմ մեռնի, կապրեմ եւ Աստծո փառքը կպատմեմ։ Եթե ինձ մի միտք է գալիս, որ Աստված քեզ չի սիրում, ես հիշում եմ Հովանու ավետարան 3:16-ը, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, եւ բազում խոսքեր կան ի ապացույց Աստծո սիրուն։ Եթե մի միտք է գալիս, որ Աստված ինձ թողել է, ապա ես հիշում եմ Մատթեոս ավետարանի 28-րդ գլխի խոսքերը, որտեղ Տեր Հիսուսը խոստացավ, որ նա ինձ հետ կլինի մինչև աշխարհի վերջը, իսկ Եբրայեցիներին գրքում է նա ասաց, որ քեզ չեմ թողնի եւ երեսից չեմ ձգի։ Ուրեմն տեսնում եք, որքան կարևոր է, որ այդ բացասական մտքերը մենք փոխարինենք դրականով, իսկ դրականը Աստծո խոսքն է։ Իսկ Փիլիպեցիներին 4 գլխի 8-րդ խոսքում էլ առաքյալը հետևյալն ասաց, ես շատ եմ անդրադառնում այս խոսքին, նա ասաց, ինչ որ ճշմարիտ է, առաքինի եւ գովելի այն մտածեք։ Ուրեմն երբ որ մենք սկսում ենք մտածել ճշմարիտի մասին, Աստծո խոսքի մասին եւ մտածել առաքինի բաների մասին, հենց առաքինություն էլ ձեռք կբերենք։ Երբ որ մենք սկսում ենք ճշմարիտի մասին մտածել պարկեշտ, գեղեցիկ բաների մասին, մեր կյանքն էլ գեղեցիկ կդառնա։ Հետևաբար բացասական շղթան պետք է կոտրենք։ Բացասական միտք, ծանր հույզ, վատ որոշումներ եւ վատ վարք, սա մի շղթա է, որ պետք է կտրվի հենց մեր կողմից։ Հիմա արագ մի քանի գործնական խորհուրդ տամ եւ ավարտեմ։ Ինչպես կարող ենք վերաբերվել բացասական մտքերին։ Առաջինը՝ կանգնեցրու ավտոպիլոտ ռեժիմը, փոխիր այդ ռեժիմը, դադար վերցրու, երբ որ բացասական միտք է գալիս, երբ որ ուզում ես բարկանալ, հունից դուրս գալ, երբ որ մտքերը քեզ հասցնում են ծանր հուզական վիճակների, մի պահ դադար վերցրու։ Դադարը թույլ է տալիս, որ քո ուղեղը վերցնի ղեկը իր ձեռքում, դադարը թույլ է տալիս, որ ամեն տեսակ պանիկան քեզանից հեռանա եւ սթափ մտածողություն գա, որ դու սկսես վերլուծել, որ կարողանաս ճնշել ամիգդալայից դուրս եկող ազդակները եւ կարողանաս սթափ ողջախոհությամբ նայել իրավիճակներին։ Երկրորդ, թուլացրու մարմինդ։ Երբ որ բացասական մտքեր են գալիս, մարմինն էլ պրկվում է, լարվում է, մկանային լարվածություն է առաջանում քո մեջ։ Շունչդ սկսում է հաճախակյանալ, սկսում ես արագ շնչել, քրտնարտադրություն է առաջանում այդ ժամանակ։ Հետևաբար մի պահ նստիր, թուլացիր, կարող ես խորը շունչ քաշել եւ արտաշնչել, թարմ օդ ընդունել քո ներսում եւ թույլ տալ, որ ուղեղդ լարվածությունից դուրս գա։ Երրորդ, անվանիր քո հույզը։ Ինքդ քեզ բարձրաձայն անգամ կարող ես ասել, թե ինչ ես զգում այս պահին։ Երբ որ դու անուն ես դնում, երբ որ դու գտնում ես դա, բացահայտում ես դա դրանից ազատվելու առաջին քայլն է։ Օրինակ դու կարող ես ինքդ քեզ ասել, ես հիմա վախ եմ զգում, ես հիմա ամոթ եմ զգում, ես հիմա ինձ մենակ եմ զգում։ Երբ որ դու դա ասում ես ինքնախոստովանությամբ, դու բացահայտում ես նաև քո խնդիրը եւ դա օգնում է քո ուղեղին մտածրիվ չլինել, այլ կենտրոնանալ բուն խնդրի վրա, չենթարկվել պանիկայի եւ չընկնել հուզական փոթորիկների մեջ, այլ կարողանալ կենտրոնանալ լուծման վրա։ Հաջորդը, չորրորդը,
առանձնացրու փաստը մեկնաբանությունից։ Այն բաները, որ կատարվում են մեզ հետ, միշտ չէ որ դրանք փաստ են, երբեմն դրանք մեր մեկնաբանություններն են։ Այո, ինչ որ դիպված եղել է մեզ հետ եւ դա փաստ է, բայց թե ինչպես ենք մենք նայում այդ դիպվածին, դա արդեն մեր մեկնաբանությունն է։ Հետևաբար փորձենք այստեղ չխառնել մեր մեկնաբանությունը, մեր սուբյեկտիվ մեկնաբանությունը օբյեկտիվ իրականության հետ։ Մեր ուղեղը սիրում է պատմություններ սարքել, պատմություններ հնարել եւ անգամ կարող է խորասուզվել նախապաշարումների մեջ, նախատրամադրվածությունների մեջ, սկսում է կռիվ տալ ուրիշների ստվերների հետ եւ շատ անգամ էլ մեզ ամաչեցնում եւ խայտառակում է, որովհետեւ այն ինչ մենք մեկնաբանել ենք, ոչ մի կապ չունի իրականության հետ։ Հետևաբար իմ 4-րդ խորհուրդն է՝ մի պահ սթափվիր եւ առանձնացրու իրականությունը, փաստը քո մեկնաբանությունից։ 5-րդ փոխիր հարցը, որովհետեւ երբ որ դու հարցը փոխում ես, ուղեղիդ կենտրոնացումն էլ փոխվում է։ Փոխանակ ասես թե ինչու հենց ինձ հետ այդպիսի բան պետք է լիներ, կարող ես ասել, իսկ ինչ կարող եմ ես հիմա անել, ինչ կա, որ իմ վերահսկողության ներքո է գտնվում, ինչ քայլեր կարող եմ ձեռնարկել, որպեսզի կանխեմ այս վիճակը կամ դուրս գամ այս վիճակից։ Ուղեղը սիրում է գործողություն, եւ երբ որ մենք մղում ենք մեր ուղեղին գործողության կամ մեր ուղեղն է մեզ ավելի շուտ մղում գործողության, դա կտրում է վատ մտքերի շրջապտույտը մեր ներսում, մեր ուղեղը սկսում է ցրվել եւ ապակենտրոնանալ բացասական եւ վատ մտքերից։ Իմ 6-րդ խորհուրդը՝ կիրառիր 10 րոպե ուշացման կանոնը, որոշումները 10 րոպեով հետաձգիր։ Օրինակ, երբ որ քո ուղեղի մեջ մտքերը արդեն եռում են եւ դրանք քեզ դրդում են որոշակի գործողության, դու ուզում ես վեր թռչել քո տեղից, բարկանալ, մեկին հարվածել, մյուսին անպատվել, 10 րոպեով հետաձգիր այդ գործողությունը։ Ես քեզ անպայման խոստանում եմ, դու հետո շնորհակալություն կհայտնես այս խորհրդի համար։ Հույզերի մեծ մասը ունեն ալիքային բնույթ, դրանք օվկիանոսի ալիքի պես մեր մեջ բարձրանում են եւ մեզ թվում է ուր որ է դա մեզ պետք է խորտակի եւ կործանի, բայց հետո փշրվում են դրանք։ Ուրեմն 10 րոպե ժամանակ տուր, որպեսզի այդ հույզերը, այդ ալիքները հեռանան, որպեսզի քո սառը սթափ բանականությամբ, ողջախոհությամբ կարողանաս կայացնել քո որոշումները։ Եվ 7-րդ խորհուրդս, ինչպես վերաբերվել բացասական մտքերին, փոխիր քո միջավայրը։ Օրինակ 2-ից 5 րոպեի ընթացքում, եթե դու դուրս գաս մաքուր օդի, կամ քայլելու, կամ սառը ցնցուղ ընդունես, կամ պարզապես երեսդ լվանաս, ինչ որ մի ֆիզիկական գործողություն անես, փոխես քո վիճակը, եթե նստած ես, վեր կենաս, սկսես քայլել, ապա կտեսնես, որ ինչ որ բան կփոխվի քո մեջ։ Իրականում նման գործողությունները անգլերեն ասած reset են անում կամ restart են անում քո նյարդային ամբողջ համակարգը։ Ուրեմն ամփոփենք։ Տեսնում ենք որքան ազդեցիկ են մտքերը։ Մտքերը մարդուն կարող են հասցնել մահվան շեմին, մտքերը մարդուն կարող են մահվան շեմից հետ բերել, մտքերը մարդուն կարող են սպանել, կարող են ապրեցնել, մտքերը դրանք ռադիո ալիքների նման են, նրանք կարող են անգամ թափառել օդի մեջ եւ եթե մեր մեջ միացված է մեր ռադիո ընդունիչը եւ անտենաները ուղղված են դեպի բացասական մտքերը, մենք կորսանք այդ ազդակները եւ դրանք կարող են քայքայել մեզ։ Հակառակը մենք կարող ենք նաև մեր ուղեղը վարժեցնել դրական մտքերի վրա կամ էլ բացասական մտքերը դրականով փոխարինելու վրա։ Ուրեմն ամեն բան մեզանից է կախված։ Աստվածաշունչը, Աստծո խոսքը արդեն վաղուց մեզ հորդորել է ուշադիր լինել մեր մտքերին, որովհետև վերջ-վերջո, ինչպես սկզբից ասացի, մտքերը կարող են դառնալ խոսքեր, խոսքերը կարող են դառնալ վարք, գործողությունները կարող են դառնալ
բնավորություն, իսկ բնավորությունը վերածվում է կյանքի եւ ճակատագրի։ Ուրեմն Աստվածաշունչն էլ մեզ հորդորում է զգույշ լինել մտքերի հանդեպ։ Ես խոսել եմ մի թեմայի մասին, որը կոչվում է մտքի հիգիենա։ Կարող եք մտնել, նայել, ես հղումը կթողնեմ մեկնաբանության պատուհանում եւ կարող եք դիտել այդ կարևոր ուղերձը, բայց ամեն դեպքում մենք ամեն օր կարիք ունենք մտքի հիգիենայի։ Տեսեք, մենք ամեն օր մեր ձեռքերը լվանում ենք օրվա մեջ քանի անգամ։ Մենք ամեն օր մեր ատամներն ենք լվանում, ցնցուղ ենք ընդունում, հետևում ենք մեր հիգիենային, որ մեր վրայից քրտինքի հոտ չկա, մաքուր, հագուստ հագնենք, բայց ցավոք սրտի շատ քչերն են հետևում մտքի հիգիենային եւ շատերի ուղեղում պարզապես հակահիգիենիկ վիճակ է։ Իմ հորդորը սա է։ Այո, եթե պետք է լվալ մեր ուղեղը, ապա ավելի լավ է կեղտոտ մտքերից լվանալ մեր ուղեղը։ Իսկ դրա համար ամենալավ միջոցը իհարկե Աստծո խոսքն է։ Աստվածաշունչն է, որ պայծառացնում է մեր միտքը եւ մեզ տալիս է լույս մեր մտքին, եւ Աստծո խոսքն էլ ասում է, որ այն լույս է մեր ճանապարհին, այն ճրագ է մեր շավիղների համար։ Ուրեմն իմ հորդորը սա է, որ կարողանանք հակառակվել, մարտնչել բացասական մտքերի դեմ դրականով Աստծո խոսքով։ Աստծո խոսքն էլ երկսայրի սուր է մեր ձեռքերում, Աստծո խոսքը նաև մեր պաշտպանությունն է մեր գլխի համար, մեր ուղեղի համար։ Հետևաբար իմ հորդորն է ամեն մեկիս մեր օրը սկսենք Աստծո խոսքով, լցված լինենք Աստծո խոստումներով եւ աղոթքով եւ կնկատենք, որ բացասական մտքերը հետս սկսում են նահանջել եւ մենք ձեռք ենք բերում մեծ իմունիտետ նման մտքերի հանդեպ։ Բարեկամներ, իմ մտահոգությունը հետեւյալն է, որ ապրելով այս տեղեկատվական մեծ աղմուկի մեջ մարդու ուղեղը գնալով թուլանալու է, հատկապես արհեստական բանականության դարաշրջանն է սկսվել, որտեղ մարդկային մտածողությունը հետին պլան է մղվում եւ գնալով մարդու ուղեղը դեգրադացվելու է։ Բայց որպեսզի մենք ունենանք սթափ մտածելակերպ, ունենանք ողջախոհություն, մեզ պետք է մտերմություն Աստծո խոսքի հետ։ Եթե այս տեսանյութը օգտակար եղավ ձեզ, ապա նորից ուզում եմ հորդորել սեղմել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Օրինակ, եթե դու ունես նման փորձառություն, թե ինչպես ես հաղթել բացասական մտքերը, կարող ես գրել մեկնաբանության պատուհանում եւ քո վկայությունը, քո փորձառությունը ինչ որ մեկի համար եւ ինձ համար նաեւ օրհնություն կարող է լինել։ Իսկ հիմա աղոթենք։ Մեր երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից, որ մեզ չես զրկում քո ճշմարտությունից։ Քո որդի Հիսուս Քրիստոսն ասաց, որ կճանաչենք ճշմարտությունը եւ ճշմարտությունը մեզ կազատի։ Շնորհակալ ենք, որ այս հաղորդման ընթացքում էլ քո խոսքի ճշմարտությունը որոշակի ազատություն բերեց մեր մտքի մեջ։ Քո խոսքը լույս է, որ ցույց է տալիս իրականությունը, ցրում է խավարը։ Հետևաբար ես հիմա աղոթում եմ, որ ամեն մի դիտող, որ հիմա դիտում է այս տեսանյութը եւ աղոթքով միացել է, ազատես ամեն կպչուն մտքերից, ազատես բոլոր բացասական մտքերից, քո ապրեցնող մտքերը մեզ պարգևես եւ այն մտքերը, որոնք մի ժամանակ մեզ շարժում էին դեպի ցավը, վիշտը, մահը եւ մեղքը, մեզ տաս այնպիսի մտքեր, որոնք մեզ կշարժեն դեպի կյանքը, սերը, սրբությունը, խաղաղությունը, հաշտությունը եւ դրական ու արդյունավետ կյանքը։ Շնորհակալ եմ, որ այս ամենում հաջողություն տվողը դու ես եւ ամեն փառքերը տալիս եմ քեզ, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։